Ինչպես եղավ, որ ֆուտբոլի ֆեդերացիային այդքան շատ քննադատած ու ՀՖՖ ղեկավարության հետ առճակատված մարզիչն ի վերջո լեզու գտավ ու գլխավորեց ազգային թիմը։ Ամիսներ անց Մելիքյանը պատասխանում է ինտրիգային հարցին։ Իմ համար ոչ մի անգամ այդ կոնֆլիկտը չի եղել ինքնասիրության հարց։ Իսկ ոչ մեկ դուք կարող եք ցույց տալ ֆուտբոլ ֆեդերացիան ինչ որ միտեղ ինձ վիրավորական կամ ինչ որ խոսքեր ուղեին, որով ես կարող էի ինձ վատը զգայի ու նեղանայի կամ ինչ որ չընդունեի։ Քննադատողը ես եմ եղել, մենք դրա մասին հանդիպել ենք իրենց հետ խոսել ենք, դա եղել է այն ինչ որ ես տեսել եմ ֆուտբոլում բարձրաձայնել եմ, ես նվիրված եմ, ես պետք է աշխատեմ ֆուտբոլի մեջ, հայկական ֆուտբոլի։ Ունեցել եմ առաջարկներ, չեմ գնացել, ինչի համար, որովհետև ուզում եմ մնալ հայկական ֆուտբոլում։ Իսկական ֆուտբոլում մնալու համար ամենալավ դիրքը իմ համար որպես մարզիչ դա հավաքականը գլխավորել եւ աշխատելն է եւ ինչ-որ մի բանով օգնել մեր հայկական ֆուտբոլին։ Արդյոք ֆեդերացիայում գործելավոճը փոխվել է, բարձրաձայնվող խնդիրներն էլ լուծվում են։ Ինչը շտկվել է, ինչը չէ, դա արդեն ներքին կուխնյայի հարցեր է, ես չեմ կարող բարձրաձայնել։ Կարմիր քարտից հետո Տիգրան Բարսեղյանի հետ կոնֆլիկտ չի եղել, վստահեցնում է Մելիքյանը, հավաքականում ասում է, առողջ մթնոլորտ է։ Առաջի խոսքը իմն է եղել, օգնելով եւ հոգեբանական օգնելով թիմին, որ չընկճվեն, Տիգրան Բարսեղյանը ինքն է ուզեցել խոսել հանդերձանանում, այն որ ներողություն խնդրելով, որ ուզում է հրաժարվել, ես չեմ թողել իրեն, ասել եմ Տիկո ջան, դու շատ բաներ ունես հավաքականի համար արած։ Չի կարելի էմոցիաների տակ, ես որպես տարիքով մեծ, որպես քեզ ավակ ընկեր, մարզիչ, չեմ թողի, որ դու էմոցիաների տակ որոշումներ կայացնես։ Ես համոզված կարող եմ ասել, որ մեր հավաքականը հիմա առողջ կոլեկտիվ ունի, միասնական է, դրա մասին կարող են խոսել եւ մեր ֆուտբոլիստները։ Ես եթե մի բան չկա, ես չեմ ասի։ Հայկական ֆուտբոլում խնդիրները շատ են, մանկապատանեկան ֆուտբոլից մինչև պատանեկան ու երիտասարդական հավաքականներ։ Մելիքյանը լուծումը դեռ չի գտել, բայց փնտրում է։ Ճիշտ եք ասում, բան չունեմ ասելու, չկա արդյունքներ։ Համաձայն եմ ես ձեր հետ։ Դա ինձ էլ է մտահոգում։ Ոչ միայն պատանեկան, երիտասարդական եւ ազգային հավաքական չկան արդյունքներ։ Կան խնդիրներ, համաձայն եմ, ճիշտ եք ասում։ Ես դրա մասին տարիներով բարձրաձայնել եմ այդ հարցը, հիմա էլ եմ բարձրաձայնում, մի մուրոքել։ Դուք չեք կարող տեսնել մի խաղ առաջնությունում, որ չլինեմ ես, իսկ եթե ինչ պատճառներով ես չկամ, իմ օգնականները անպայման դաշտում են։ Մենք դաշտից տուն չեն գնում, խաղերից տուն չեն գնում։ Տենանք լուծումները գտնենք, դուք ինձ տալիս եք հարց, որը որ տարիներով գնում է ոչ ճիշտ, տարիներով գնում է չկա արդյունքներ, դուք տալիս եք դրա լուծումը։ Դրա լուծումը ես մի անգամից չեմ կարող տալ։ Ես գիտեմ, որ եկել եմ մանգամ, գտնենք ինչ-որ միտեղ։ Հայաստանի հավաքականը սպասվող խաղերից առաջ է լուրջ խնդիրներ ունի, որակազրկումներ, հեռացող ֆուտբոլիստներ ու վնասվածքներ, բայց մարզիչը չի հուսահատվում, նշում է, իր հաղթատուղթը լինելու է կուռ կոլեկտիվը։ Արամ Մանուկյան, Ալեքսանդր Կիրոյան, Էպիկենտրոն։